Պարոն Հակոբյան, դուք ասացիք, որ ընդդիմության եւ իշխանության այն օրակարգը, որ հիմա կա, խոսույթը, չեք ցանկանում այս խոսույթի մեջ մտնել։ Այդ դեպքում ո՞րն է ձեր խոսույթը լինելու, որը իշխանության համար ավելի ցավալի կլինի եւ դուք կկարողանաք այդ խոսույթով մրցունակ դառնալ այս ամբողջ ընդդիմադիր եւ իշխանություն հակադրությունների մեջ։ Բացատրեմ, շատ լավ հարց է, ընտիր հարց է։ Նայեք, օրինակներով եմ ուզում ցույց տալ։ Օրինակ իշխանությունը ունի քարտ է իր ձեռքում, չէ՞։ Քարտ 1, ասում է, ես բերել եմ խաղաղություն։ Ընդդիմադիր ուժերը գալիս են, ուզում են իրանք ավելի շատ դրանից ներկայացնեն ժողովրդին, չէ՞։ Ու ասում են մենք ավելի լավ խաղաղություն ենք բերել։ Կբերենք, լավ sense ասեմ։ Ավելի կայուն, ու տես բառեր են ավելացնում խաղաղություն բառի հետ։ Իրենք վերցնում են Նիկոլ Փաշինյանի բառամթերքը, փորձում են դրանով իր դեմ կռվել։ Ի սկզբանե բարդված են։ Քանի որ ոչ հասկանում են ով է Նիկոլ Փաշինյանը, ոնց է աշխատում, ոչ պատկերացնում են ինչ է ասում, ինչի համար, դա ինչ նեյրոլինգվիստիկ ազդեցություն ունի մարդկանց վրա։ Եվ իրանք ըստ էության հակադրվելով նրա թեզերի հետ, բազմապատկում են նրա թեզերի էֆեկտիվությունը։ Լուսավոր Հայաստանը քանի որ դա հասկանում է, այո, մտնում են իրենց օրակարգի մեջ եւ սկսում են հզորացնել այդ օրակարգը։ Քանի որ մենք դա հասկանում ենք, մենք մտնենք այդ դաշտ իշխանությանը ուժեղացնենք, որ ինչ անենք։ Կամ օրինակ թրիփի մասով, չէ՞, ասենք, չգիտեմ, ՀՊ-ն ասում է թրիփը զարգացնելու աներդրումներ ա բերելու եւ այլն, չէ՞։ Ընդդիմադիր ուժեր կան, բանա, հոդվածներ են գրում, եթերներում, բան ասում են թրիփը խաղաղության պայմանագիր է։ Ավելին են, ուզում են ավելի շատ լինեն, ավելի շատ, այսինքն կա Նիկոլ, ուզում են ավելի շատ Նիկոլ լինեն։ Չի լինեն, ժողովրդի գիտի ով է Նիկոլը, գնալու է իրան ընտրի, եթե տենց է։ Այսինքն այդ դաշտում ինչ եք ուզում խաղալ։ Դրա համար մենք մեր քարոզարշավը բացարձակապես այդ ձև ենք կառուցելու եւ դա տարբերվելու է այդ քննարկումներից, էլի։ Օրինակները շատ են։ Ես կենսաթոշակի մասին օրինակ բերեցի, չեմ, աշխատատեղերի, ասֆալտի եւ ուրիշ բան ասեմ։ Ընդդիմադիր ուժերն ասում են, սա սովորական ընտրություններ չի, բոլորն են ասում, անկեղծ։ Եթե սովորական ընտրություններ չէ, թոշակներից ինչի եք խոսում։ Բայց եթե սա մեր ինքնությունը պաշտպանելու մասին ընտրություններ է, ինչ թոշակ։ Դուք մտածում եք, որ մարդ, որը որ մտահոգված է իր ինքնությամբ, ուշք ու միտքը թոշակի մասին է, չէ։ Հետաբար կամ ձեր ասածին տերերեք, ասեք, որ այս ընտրությունները սովորական չեն եւ հետաբար ոչ սովորական քարոզարշավարեք, կամ համայտարում եք, ասում եք ընտրությունները սովորական չեն, համասում եք օրինակ, մենք առաջարկում ենք, որ պետական բուհերում կրթությունը լինի անվճար։ Եղավ, ապրեք։ Իսկ լինելու են պետական բուհեր, իսկ լինելու է պետություն։ Իսկ ինչ բուհեր են լինելու։ Կամ մենք առաջարկում ենք, որ բորձուրը մի քիչ սենց դրվի, որտեղ Նիկոլան մի քիչ ուծուր է։ Այսինքն այդ դաշտում, ասենք, ամբողջ Լեռնային Ղարաբաղը լավ բորձուր էր դրած, ուրա։ Ասֆալտ էր արած, դպրոցներ էին կառուցված, մանկապարտեզներ, հիվանդանոցներ։ Հետաբար պետք է հասկանաք, ուր ենք եկել հասել, ինչ ենք խոսում։ Մենք այդ իմաստով այդ դաշտ չենք մտնելու։ Ինչ թոշակ, ինչ դպրոց, ինչ բուհերում անվճար կրթություն, ինչ բան։ Ծրագիր են ուզում, ծրագիր է մեր կայքում դրած է, օրինակ 21 թվականի ծրագիրը դեռ ակտուալ ընտիր ծրագիր է, եթե ուզում են կարող մտնենք կարդան։ Սա ծրագրային քարոզարշավ չի։ Մենք լուրջ դեմքով մտնենք գյուղերը, մարդկանց ասենք մենք բան կանենք։ Ձեր մանկապարտեզի դայակը այսուհետ բան չի դեմ 6726 դրամ ավելացնալ։ Հա, չեք անում։ Այսինքն ուրեմն եթե իրանք ասեն այս ընտրությունները բան են, պատմական են, կենսական նշանակություն են պետականության համար, ու դրանից հետո գնում են այդ տեքստերն ասում են, մարդկանց խաբել են։ Այն ասելուց կամ այն ասելուց։ Չի լինում էլի։ Խնդրեմ։ Պարոն Հակոբյան, դուք իսկ ուսանեք ողնեիք, որ ընդդիմադիր ընդհանուր ճամփորդով մասնակցել այս ընտրություններին։ Ամեն դեպքում դա ստացեց հաշվարկի, որ նա մենակ է ընտրությունները։ Ինչու պատճառները գտնեք, ինչու ամեն դեպքում երկարատև բանակցությունների մեջ են տարբեր ուժեր, դուք ևս ինչու չստացվեց դա։ Ես ուզում եմ քաղաքականության մեջ գոյություն չունի հեղինակային իրավունքի ինստիտուտ, բայց ուզում եմ այստեղ ասել, ուրեմն մենք ենք առաջարկել, որ պետք է մի ցուցակով գնալ։ Հիմա նայում եմ ինչ որ մարդիկ կան, այդ թեզը վերցրել եթերներ են անում, բան արդեն շատ ուշ է, էլի։ Բայց մեր առաջարկը կառուցված էր միջազգային փորձի վրա եւ 21 թվականի փորձի վրա։ Բայց այդ ընթացքում եղավ Գյումրիի մի հատ ընտրություններ։ Այս Գյումրիի ընտրությունը այդպես բոլորին բան արել, այդպես շեղեց, խառնեց, խախտեց ամբողջ քաղաքական բանը ներկայանակը եւ հաշվարկները
Եվ չէ ասում են լավ բան եք ասում, բայց մենք ուզում ենք Գյումրիի նման անենք։ Մենք ասում ենք նախ Գյումրին հաջողության պատմություն չի։ Գյումրիի ընտրությունների օրինակ հաջողության պատմություն չի։ Դու կարող ես հաջողության պատմության օրինակով հաջողության պատմությունը բազմապատկել։ Բայց եթե ձախողված պատմություն ուզում եք հաջողության պատմության տեղ ծախենք ու նույնը դրանից անեք չի լինելու։ Եվ առաջարկում ենք մեր տարբերակը։ Քանի որ բոլորի նկատմամբ էլ որոշակի մարդկային եւ այլ քաղաքական գործընկերային հարգանք կա, բնականաբար դա էլ է կարծիք, իրենք էլ իրենց կարծիքը ունեն, իրավունք ունեն այդ կարծիքը ունենալու, մոտեցում ունենալու եւ ասում են, չէ, մենք որոշել ենք բոլորս առանձին մասնակցենք եւ Գյումրիի նման ենք անելու։ Շատ լավ, արեք։ Հետաբար մենք մեր դաշտը, ես ասացի, բաց չենք թողել, մեր էլեկտորատին բաց չենք թողել, մեր էլեկտորատի համար մեր առաջարկած պրոդուկտը որևէ ուժ չի առաջարկելու, արդեն նկարագրեցի ինչու, եւ կոնկրետ օրինակներ ցույց տվեցի ինչու, եւ մեր մասնակցությամբ մենք կլինենք պարլամենտում եւ կկատարենք այն դերը, որը պետքա կատարենք։ Փոքր ուժերին սովորաբար ասում են, որ փոշիացնել են ծնությունների ժամանակ կվեցնել։ Դե կարծիքով դա սպառնում է, դեր դեպքում հնարավոր է նման տեսակետներ։ Տեսեք, ուժեր կան, որոնք որ մեկնարկային պայմաններում ունեն զրոական ռեյտինգ, ուժեր կան, որ ունեն 1.5%, 2%, 3%, հա, այդ ուժերին ասել, որ ձայները կփոշիացնենք, մի քիչ աբսուրդի ժանրից է։ Ուժերը կան, կարող է մտնեն 4000 մեջ 7-8% բանով ռեյտինգով, բայց վերջում 2%-ով դուրս գան, մենք ունեցել ենք նման փորձ։ Ձայների փոշիացման ինստիտուտը այդ խոսակցությունը գիտեք ինչի մասին է, որ օրինակ, եթե լուսավոր Հայաստանը չմասնակցի, օրինակ, չէ՞, իրան ընտրող մարդիկ եւ այդ ձայները կոպիտ ասած գնալու են ընտրեն ուրիշ ուժի ընդդիմադիր, չէ՞։ Ես ձեզ ասում եմ, մեր պարագայում այդպես չի, միասնություններ ունենք։ Այսինքն մեր ընտրողները լավագույն դեպքում չեն գնալու ընտրության։ Կարողական ուժեր, որոնք համընկնումներ ունեն, հա, եւ այդ համընկնումները բերում են նրան, որ մասնակցում են ձայները կիսում են, տանում են տարբեր տեղեր։ Մեր պարագան այդպես չի։ Եվ էլի ուժեր կան, որ իրանց պարագայում էլի այդպես չի։ Օրինակ ՀԵԴ-ն, օրինակ։ Այսինքն գաղափարական ուժերը բան չունեն, որ ասենք մարդը ընդդիմադիր է, նա եմա, դե ես ընդդիմադիր եմ, կարամ ես մի ընդդիմադիրին է ընտրեմ, այն մեկին է, տենց բան չկա։ Մեր պարագայում գոյություն չունի նման բան, որ մարդը ընդդիմադիր է, եթե մենք չկանք մյուս ընդդիմադիրներին ձայնը կտա իր բան։ Այսինքն ոչ մեկին թող չթվա, որ մի ուժ որ չի մասնակցում, իր չմասնակցած ձայները գնում են հիմա կոնսոլիդանում են միտեղ։ Չկա նման բան։ Հնա ավելի վատ բան կարա լինի, ասեմ ձեզ։ Ընտրական մասնակցությունը կնվազի, իշխող ուժի մոբիլիզացված ընտրողը կգնա ընտրական տեղամաս, եթե 1 միլիոն ընտրողի պարագայում քվեարկության տեղամաս հասած 1 միլիոն պարագայում օրինակ ունենալու է, չգիտեմ, 1%, հա 1.5 կամ լավ 1.5-ը մի քիչ բանի ժանրից է, լավ 1.2, 1.3 միլիոնի պարագայում այն տոկոս։ Հետաբար այդ խոսակցությունը մեր մասին չի։ Հա, համել կարպես ճիշտ ասում, այսինքն նայեք, նրանք ովքեր մեկնարկային բան չունեն մեկնարկային ոչ մի բան։ Ուրիշ հարց է։ Մեր պարագայում դա չի ելը։ Մենք ինստիտուտներ ունենք, կառույցներ ունենք, մարմիններ ունենք, այսինքն մենք դասական ձևավորված քաղաքական միավոր ենք եւ ընտրություններ չենք հայտնվում։ Օրինակ բազմաթիվ քաղաքական միավորներ, ասեմ օրինակով, 21 թվականի ընտրություններից հետո 5 տարի իրանց մասին բան չենք լսել։ Մենք է նորից հիմա էլի ծելել ենք 25 տարի անց էլի ծելել։ Այսինքն մենք քաղաքականության մեջ ենք, զբաղվում ենք ու լինելու ենք։ Հունիսի 7-ից հետո էլ ենք լինելու։ Օրինակ եղել է մեզ առաջարկներ են արել, որը այնց ամոթալի է եղել, ասեմ Ժորժ ջան, մենք մի հատ որոշում ունենք, ասում են ի՞նչ որոշում, ասում են որոշել ենք, որ հունիսի 8-ից հետո էլ կյանք կա։ Այսինքն չենք կարող ընտրությունների ժամանակ անել բաներ, որ հունիսի 8-ին ասենք այդ ինչ էի կանում, ասենք դե ես տենց ուղակի տենց ստացվեց։ Չի լինում էլի նման տրամաբանություն։